Իրավ քաղաքացի ես իրավը միշտ շեշտում եմ որևիցե մեկը իրավունք չունի հոգևորականին որը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունի եւ կարող ուներ հնարավորություն ուրիշ քաղաքացիություններ ունենալու եւ չի ունեցել մնացել է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի որևիցե մեկը չի կարող սահմանափակել այդ քաղաքացու իրավունքը Եվ մենք, եթե ընդհարման մեջ ենք նույնիսկ շագերտների մեջ պետագանության հետ չէ, որ բազմամարդության մեջ ենք, այլ այսօր իշխանության մեջ։ Եվ որ ասում ենք զբաղվում ենք քաղաքականությամբ։ Այսինքն մի իշխանություն, որ կարող է հազարամյա, երկհազարամյա Արցախի թեմը լիկվիդացնել, եւ մենք պիտի ծափահարենք եւ ասենք, հա դա մեզ չի վերաբերում, սա քաղաքական հարց է։ Եվ որ մի իշխանություն հարյուրներով, հազարներով եկեղեցիներ եւ բանկեր հանձնում է թշնամուն եւ այդ տարածքը հայտարարում պատմական Ադրբեջան, ուրեմն մեր ընդվզումը քաղաքականության մեջ ընդգրկվել է։ Ուրեմն մենք իբրև Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացիներ ցանկացած իրավունքից կարող ենք օգտվել, որով օգտվում է որևիցե մի քաղաքացի։ Հետևաբար վերադառնալով իմ ասածին, իմ մտահոգությունը այն չի, որ եկեղեցականության վրա հարձակվեն, շատ են հարձակվել, սրանք էլ հարձակվեն կասնեն գնան։ Իմ մտահոգությունը առավել եւ այս մասին եմ ուզում շեշտել, իմ մտահոգությունը առավել պետական ինստիտուտների բացարձակ եւ ամբողջական եւ ասված մի առաստեղ, որ անվերադարձնի կոլապսն Այսինքն վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը մտել է մի տարածք, որ իրենը չի, եւ ինքը ոչ մի իրավունք չունի, ոչ որպես քաղաքացի, ոչ որպես վարչապետ մտնելու, բայց մտել է, եւ պետական ինստիտուտները իրեն չեն ասում, թե այս բանը մի արա։ Այսինքն չկա ազգային անվտանգության ծառայություն, որ ասի գիտես ինչ, ազգային անվտանգության սպառնալիք է եկեղեցին փորձել քայքայել ներսի։ Չկա ազգային անվտանգություն փաստացի, որ չի սովորեցնում այսօրվա իշխանությանը, թե ինչպես պետք է մոդենալ եկեղեցին։ Չկան ուժային կառույցներ, որոնք ասեն, որ արտարադատության նախարարություն, որոնք ասեն, որ գիտես ինչ, դու օրենք ես խախտում, սահմանադրություն ես խախտում, իրավական նորմերն ես խախտում, մտնում ես մի տարած, որտեղ իրավունք չունես մտնելու։ Ոչ միայն պետություն եկեղեցի հարաբերությունների կոնտեքստում, այլ նաև մարդու անձնական կյանքի հետ կապված։ Ոչ մեկը եւ ոչ մի անձնավորություն Հայաստանի Հանրապետության մեջ մարդկանց անձնական կյանքից այնքան գաղտնիքների եւ գիտելիքների չի տիրապետում, որքան որևիցե մի հոգեվորական։ Չի կարող որևիցե մեկը հոգեվորականի չափ գաղտնիքների տիրապետել։ Ուրիշների կյանքի վերաբերում, ոչ թե սեփական, ուրիշների կյանքի վերաբերում։ Բայց ոչ մի հոգևորական դա չի օգտագործում իբրև շանտաժի միջոց։ Երբեք չի սպառնում որևիցե մեկին հրապարակելու համար որևիցե մի գաղտնիք, որը նույնիսկ խոստովանության ճանապարհով չի ստացել, ուղղակի մարդը մոտեցել է, խորհուրդ է հարցրել, ասել է, դա խոստովանություն չէ դեռ։ Որևիցե մի հոգևորական շանտաժի չի ենթարկվում։ Իսկ այս մարդը պետական շանտաժով է զբաղված, եւ ուրեմն արտարադատության նախարարությունը չի ասում, թե պարոն, այս օրենք ես խախտում, հանցագործություն ես կատարում։ Քննչական կոմիտեները քրեական գործեր չեն հարուցում։ Առաջին տիկին համարվողը մանկապղծության մեղադրանք է ներկայացնում, անորոշ, անդետ, հայ եկեղեցի հոգևորականների նկատմամբ եւ քրեական գործ չի հարուցված։ Եվ քրեական գործ չի հարուցվում։ Առողջապահության նախարարությունը չի տեսնում, որ առաջին անձը, որը զբաղեցնում է դատորը, հոգեկան լուրջ խնդիրներ ունի։ Այսինքն ոչ մի ինստիտուտ չի աշխատում այս երկրում, ոչ մի կառավարական, ոչ մի պետական ինստիտուտ չի աշխատում։ Հետևաբար իմ մտահոգությունը, սա ասեմ եւ վերջացնեմ, երևի ժամանակը այո նրան։ Պետական ինստիտուտների լիակատար կոլապսն է։
Որովհետև եթե պետական ինստիտուտներ աշխատում են, վարչապետը չի կարող իրեն պահել այսպես։ Ոչ էլ առաջին տիկին կոչվածը, որ առաջին տիկին չի կարող իրեն պահել այսպես անպատասխանատու։ Որովհետև այդ պետական մարմինները պետք է զսպեն։ Դրա համար գոյություն ունի, որպեսզի զսպեն։ Եվ հետևաբար ես համարդելով ասեմ, որ շատ ուրախ եմ, որ այստեղ իրավաբաններ, փաստաբաններ, իրավագետներ են հավաքված, ովքեր պետք է այս ձայնը բարձրացնեն, որ ոնց կարող է պետական ինստիտուտները, որոնք կոչված են այդ հարցերով զբաղվում, այդ հարցերով չեն զբաղվում եւ լիակատար թողել են բախտի կմաջուկին, թե տեսնենք, թե ամեն առավոտ ինչ-որ մի հոգեգան լուրջ պրոբլեմներ ունեցող անձ ինչ կգրի եւ ամբողջ ազգը կզբաղվի այդ գերազանցով։ Շնորհակալություն։